հավաքագրվում է 85, այսա ուզում եմ լրատվական կառույցները այսպես հեռարձակեմ։ Գյումրիում հավաքագրվում է 85 միլիարդ դրամ, բայց 85 միլիարդ դրամից Գյումրի դոտացիան կազմում է 3 միլիարդ 200 միլիոն, այսինքն դոտացիան են տալիս, բայց սահմանադրության մեջ ֆիքսած է 185 եւ 186 հոդվածներով, տեղական ինքնակառավարման ուրեմն օրենսգրքի մեջ ֆիքսած է ուրեմն 86 հոդվածի մեջ, որ մասհանումը պիտի լինի 30 միլիարդ դրամ։ Եթե 85 միլիարդ է քաղաքի ուրեմն հավաքագրված գումարները, պետք է այդտեղից մասհանումը քաղաքի համար լինի 30 միլիարդ, բայց իրանք տալիս են 3 միլիարդ։ Ուրեմն մեր գումարները պետությունը ինչ է անում։ Դրա համար հարցրաձայնում եմ, երբ դարձա քաղաքապետ, միանշանակ հարցը բարձրացնելու ենք, բացի դրանից առաջի անգամ Հայաստանի Հանրապետության կառավարությանը դադի ենք տալու, որպեսզի վերականգնենք մեր ունեցվածքը։ Երկրաշարժից հետո այդ միլիարդները, որոնք եկան օգնություն, բոլորը տարան։ Ամբողջ ունեցվածքը է, դա չեմ ասում կրանների մասին, չեմ ասում ինչքան շին ուրեմն մատերիալ էր թափված Գյումրի քաղաքում, որ երկու Հայաստան կկառուցվեր։ Բոլորը տարան։ Մեքենասարքավորումները ամբողջությամբ, որ համալրվել էր 21-րդ դարի Գյումրի քաղաքը մեր գործարանները, բոլորը վաճառեցին։ Ուրեմն պատկերացրեք, մի հատ այսպես մեծական խոսք կա, առաջ մորտուս, հետո որդուս։ Լավ, ձեր մորտին այդքան ձեզ տարակ, բայց գոնե մեր հասանելի կտվեք, գետինը մտնեք իսկականից։ Այսպես է թալանք եղնեք։ 37 տարի լսում ենք, ամենաանապահով խավը ապրում է Շիրակի դաշտավայրում և Գյումրի քաղաքում։ Պատկերացրեք Հայաստանի Հանրապետությունում, ուրեմն ամենաանապահով խավը դա Շիրակն է, Գյումրին է և Գեղարքունիքն է։ 37 տարի մենք այդ աղքատության մեջ ապրում ենք։ Հայաստանի Հանրապետությունում 23 և 7% է աղքատության թիվը, բայց Գյումրի քաղաքում 39.5, այսինքն 40%։ Իսկ ծայրահեղ աղքատությունը Հայաստանի Հանրապետությունում 1.1% է, Գյումրի քաղաքում 2.6%։ Հələ թվերի նայեք։ Եվ այս պայմաններում այդ եղած գումարը մեզանից տանում են։ Այդ եղած գումարը մեզանից տանում են։ Հա գիտեմ, մի օր ձեզանից մեկը ասեց մենք դիտավորյալ ենք պահում գյումրեցիներին աղետի կոդի, որպեսզի կարողանանք դրսից գումարներ բերել։ Լավ այդ գումարները բերում եք, գոնե ժողովրդին տեր եղեք։ Գոնե մտածեք առաջինը այս քաղաքին պետք է աշխատատեղ, համար առաջինը։ Ուրեմն 96 թվականից ազգային ժողովում դուք հիշում եք, ես ելույթ եմ ունեցել։ Բնակարանները գյումրեցին, որ կառուցվում է այս քաղաքում, մարդիկ այդ բնակարանները հաճ չունենալու պատճառով վաճառում են արագ կարգով եւ գնում են նորից տնակների մեջ ապրելու, որովհետեւ մարդը ինչքան կարող է սոված ապրի։ 10-15 օր ոչ ավել։ Այսինքն Գյումրին եւ Շիրակի դաշտավայրին պետք է աշխատատեղ։ Աշխատատեղ, որ 1915 թվականին Ալեքսանդրապոլը ավելի շատ Ալեքսանդրապոլում աշխատատեղ է եղել, քան թե 21-րդ դարում Գյումրի քաղաքում։ Դուք պատկերացնում եք ինչ համեմատությունների մասին եմ ես խոսում, ինչ համեմատությունների։ Եվ վերջապես, ուրեմն քաղաքում իմ ժամանակ ես մի հատ ուրեմն որոշում կար կառավարության, որ ասենք քաղաքապետը հողհատկացում է անում, գնում է մարզպետարան վավերացվում է, գնում է քաղաքաշինության նախարարություն վավերացվում է եւ տևում է 1 տարուց 2 տարի։ Եթե հետևից էլ չգնան ու հարցեր բան, 2 տարի ու բացասական գալիս է չին թույլտվությունը եւ ոչ ուրեմն կոմպետենտ ձևով։ Ես կարողացա այդ որոշումը փոխել տալ։ Եվ այսքան որ շենք շինություն, նայեք, ինչ որ տեսնում եք, մասնավոր իմորոք է կառուցվել։ Ուրեմն 100-ից 120 միլիարդ դրամի շինարարություն արեց
ուրեմն անադը դուք բոլորս միասին կառուցեցինք այս քաղաքը ոչ պետական ծրագրերով, այսինքն անադը հնարավորություն ուներ, որ կառուցելու եւ կառուցեցին։ Ինձանից հետո անցել է 13 տարի։ Հələ մի հատ թող ցույց տան, որ մի հատ ինչ որ շենք շինություն է կառուցվել քաղաքում։ Թող ցույց տան։ 30-ից 50 որոշում է կայացրել, ես մի քանի քաղաքապետերը պատկերացրեք, բայց պետությունը չի տեսնում, որ քաղաքապետերը նմանատիպ, ուրեմն ոտնձգություն են անում քաղաքի նկատմամբ։ Այդ մոտ է չի երևում ամեն ինչ գիտեք։ Ընդդուք գիտեք, թե եթե ուզենաք, իմանաք, թե մարդը գիշերը տղամարդը որ ժամին է մտնում կնոջ ծոցը, դուք այդ գիտեք, բայց այս կարևոր բաները չգիտեք արա։ Եվ այս բանի մեջ ես միանշանակ մի բան եմ ասում։ 1915 թվականին, երբ որ թուրքերը միլիոնոկես հայ կոտորեցին բարբարոս ազգը։ Դրանից հետո ուրեմն եկավ 91 թվականը եւ մենք անկախացանք։ Անկախացանք 3 միլիոն 700 միլիոն բնակչությամբ։ Այսօր դարել է 1 միլիոն 800, 2 միլիոն, 2 միլիոն, 1 միլիոն 800-ից 2 միլիոն։ Պատկերացրեք, ի՞նչ է պատճառը, որ հայը լքում էր հայրենիքը։ Լոկ մի բանի համար, որ չկա աշխատատեղ։ Չկա աշխատատեղ եւ մարդիկ գնում են Ռուսաստան մեծամասնությամբ 90%-ով, որպեսզի իրանց ընտանիքը պահեն։ Հիմա էլ այնտեղ եկած գումարների վրա են տոկոսներ դրել, որ մարդիկ հետ չկան։ Այսինքն իրենց ընտանիքին էստեղից տանեն։ Դուք գիտեք, թե սա ուղղակի սովորական արվում է։ Ոչ։ Հայաստանը ղեկավարվում է անգլո-թուրքական ուժերի կողմից։ Սա բարձրաձայնում են եւ դրա համար խելացի ձևով 3 միլիոն 700 հազարից դարել է 1 միլիոն 800 հազար բնակչություն։ Այս լավ որ չեն մտածում։ Այդ թուրքերը, որ բաժանվեցինք 4-ից 5 միլիոն էին, հիմա դարել է 10 միլիոն է Ադրբեջանը։